Սիրելի ֆուտբոլասերներ, խաղային երեկոն մեզ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն խաղային օրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու, որը շատ հետաքրքիր հանդիպում է մեզ Խոստանում։ Վերդերը կմրցի Յուվենտուսի դեմ, երկու թիմեր, որոնք առայժմ շատ լավ ելույթներ են ունենում Winter Cup-ում, իսկ Յուվենտուսը ասեն, որ միակ թիմն է առայժմ, որ իր բոլոր հանդիպումներում հաղթանակ է տարել Winter Cup-ի մրցաշարում, այնպես որ այսօր տեսնենք Վերդերը ինչ կփորձի անել մրցակցի դեմ պայքարում, այս 100%-անոց շարժվող մրցակցի դեմ իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասվելու։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Յուվենտուսից։ Ռոբերտ Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Զաքարյան համար 4, Արամ Մակարյան համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Դավիթ Մարտիրոսյան համար 7, Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աչեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, կա մրցավարի սուլիչը, ում եկտարկած է հանդիպումը Տիգրան Խաչատյան համար 21, Նարեկ Մարտիրոսյան համար 88 եւ Սերգեյ Ղազարյան համար 55։ Վերդեր դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1, Վոլոդիա Մարկարյան համար 5, Գերիկ Էլոյան համար 7, Արտուր Սարգսյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Գրաչա Յարդումյան համար 14, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասաուն համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադալյան համար 23 եւ Խաչատուր Էրզումյան համար 26։ Հիմա փորձում էր գրոյին անցնել Վերդերը, այս դեպքում չստացվեց ու եզրային ներման հնարավորություն են միայն վաստակում այստեղ Վերդերի ֆուտբոլիստները։ Բայց գնդակը Մարտիրոսյանը դաշտի սահմաններում, բայց այստեղ չանցավ նրա կատարած փոխանցումը, հետո էլ Այվազյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու արդեն եզից կնետի Վերդերը։ Եվս մեկ եզրային նետում կտեսնենք։ Պողոսյան մնաց գնդակով Պողոսյանը, հետո էլ այն բաժին ասավ դարպասապահ Հարությունյանին, ով գնդակ ուղարկում է Զորա Բադարյանի ուղղությամբ, խորքից սկսում է Վերդերը, քիչ անց նաև կծանոթացնեմ մրցաշարային հաղթանակում տիրող իրավիճակին։ Սուլեյման նորից Ադարյանի հետ է խաղարկում գնդակը, դեպի առաջ այստեղ չանցավ այս փոխանցումը, բայց գնդակը մնաց այնուամենայնիվ Վերդերի մոտ։ Տեսնենք այս գրոհը ինչի կվերածի Յուվենտուսը, Այվազյանն է գնդակով, հիշեցնեմ, որ նա նախորդ տուրում Յուվենտուսի անցկացած հանդիպման ժամանակ շատ կարևոր գոլ խփեց իր թիմի կազմում, 3-3 է հանդիպան հաշիվը, բայց Այվազյանը կարողացավ գրավել ՊՍԺ-ի դարպասը ու հանդիպան հաշիվը դարձրեց 4-3, որից հետո ՊՍԺ-ն ամբողջ կազմով նետվեց առաջ պատասխան գնդակ է հեղինակելու, բայց վերջի գրոհի ընթացքում Յուվենտուսը խփեց 5-րդ գնդակ ու հաղթանակ տարավ 5-3 հաշվով։ Իհարկե շատ կարևոր հանդիպում էր այդ հանդիպումը Յուվենտուսի համար եւ այդ հանդիպումից հետո էր, որ Յուվենտուսը եւս մեկ 3 միավոր վաստակեց, այստեղ էլ Էլոյանի փոխանցումը վտանգավոր ստացվեց, բայց գնդակը բաժին ասավ Յուվենտուսի դարպասապահին։ Խաղարկում է գնդակը Յուվենտուսը, Ղազարյան, բայց այստեղ Պողոսյանն է հաջող խլում կարողանում կատարել, հետո Ղազարյանը կրկին վերադարձեց գնդակը, բայց փոխանցումը այստեղ նպատակակետին չհասավ։
Վտանգավոր է այստեղ էլ կանգնեց գնդակի ճանապարհին Յուվենտուսի պաշտպանը Զորա Բադարյան դեպի Էլոյանն է փոխանցում կատարում տեսնենք Վերդերը ակտիվ է մեկտարկել հանդիպումը տեսնենք դա ինչ կտա Վերդերի ֆուտբոլիստերին Պողոսյան հաջող շրջվեց այստեղ փոխանցումն է լավն էր բայց Էրզումյանի մոտ գրոհի եզրափակել այս դրվագում ստացվեց Սերգեյ Ղազարյան Դեպի առաջ փոխանցում Այվազյան ու հիմա Հարությունյանը փրկում է Վերդերին վերահաս գոլից լավ հնարավորություններ հիմա Յուվենտուսը առաջ անցնելու հաշվի մեջ բայց դա տեղի չունեցավ Մայիս Մելքոնյան Մնաց գնդակով Մելքոնյանը հիմա կատարեց փոխանցում Սուլեյմանի ուղղությամբ Զորա Բադարյան, Կրկին Պողոսյան, սխալ պաշտպանությունում, բայց Հարությունյանը դուրս եկավ դարպասից հեռացեց գնդակը, իսկ դա փոխանցում ստացվեց Մանվել Այվազյանի համարով գրավեց դարպասը 1-0 Յուվեն առաջ է հասնում հաշվի մեջ։ Մանվել Այվազյան 1-0 Յուվենտուսը հանդիպան մեկ տարկու բացում է խաղի հաշիվ ու Վերդերը հիմա արդեն պետք է փորձիր այս գործած սխալը ուղղել իհարկե շատ պարզ իրավիճակում սխալվեցին Վերդերի ֆուտբոլիստները ու Այվազյանը օգտվեց իրեն ընձեռնված առաջին իսկ հնարավորությունից Հիմա նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը որպեսզի ավելի պարզ դառնա թե ինչ կարգավիճակում են գտնվում թիմերը իհարկե առաջին այս խաղում կրկնում եմ լուծելու խնդիր ունի Վերդերը քանի որ մրցաշարային աղյուսակում այնքան էլ լավ դիրքում չի գտնվում play-off փուլ դուրս գալու համար բայց Յուվենտուսն էլ բնականաբար փորձում է անել հնարավորինս եւս մեկ 3 միավորին արժանանալու համար ու շարունակել 100%-ից արդյունքով շարժվել առաջ Այվազյան այստեղ արգելակեց Այվազյանը հետո կրունկով փոխանցում կատարեց Ղազարյանին ու Ղազարյանը գնդակ ուղարկում է Աչեզեր եւս մեկ փոխանցում են տեսնում այստեղ Զաքարյանն է հայտնվել բայց հայտնվեց միանգամից մի քանի մրցակցի շրջապատման մեջ ու կորցրեց գնդակը Պողոսյան խորքից փոխանցում դեպի աջ այստեղ էլ Խաչատրյանը կանգնեց գնդակի ճանապարհին Ադարյան դեպի առաջ այստեղ Էրզումյան ավելացեց գնդակի ընթացքային ստացավ Մայիս Մելքոնյանը բայց հետո էլ կատարած փոխանցումը Մելքոնյանի թույլ ստացվեց ու կորցրին գնդակը Վերդերի ֆուտբոլիստները հետո էլ Սուլեյմանը բավական հեռու դողեց ու ես իսկ կնետի Յուվենտուսը Davno. Եսայանն է կատարում եզրային նետում, Խաչատրյան Սերգեյ Ղազարյան հարված ու այստեղ բարձր ստացվեց Ղազարյանի կատարած հարվածը ու հարված կլինի Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից Ադարյան Էրզումյանն է ընդունում գնդակը դեպի ձախ Սուլեյման Կրկին Էրզումյան նորից Սուլեյման խաղարկում է գնդակը Վերդերը Խաչատուր Էրզումյան հարված ու այստեղ Զաքարյանը կանգնեց գնդակի ճանապարհին երկրորդ տեմպով են գրում Վերդերի ֆուտբոլիստները Էլոյան գեղեցիկ անցում էր փոխանցում Մելքոնյան հաշիվը հավասար է 1-1
Մայիս Մելքոնյան մեկ-մեկ հանդիպան հաշիվը հավասար է իսկապես գեղեցիկ անցում կարողացավ կատարել Էլոյանը աչեզրում փոխանցումը նույնպես հաջող ստացվեց ու Մելքոնյանը դիպուկ գտնվելով կարողացավ հավասարեցնել հանդիպան հաշիվը հիմա էլ չանցավ Մելքոնյանի փոխանցումը բայց մնաց գնդակը նրա մոտ ու երկրորդ դեպքում նույնպես չանցավ Մելքոնյանի կատարած փոխանցումը շատ կարևոր պայ իսկապես կարողացավ հաշվի հավասարությունը վերականգնել Մայիս Մելքոնյանը հիմա ստացավ հարված ոտքին Ադարյանը ու ստանդարտ իրացնի Վերդերը Օսյան դեպի աջ Էլոյանն է կրկին գնդակով թողնում է գնդակը Էրզումյանին Էլոյանը ու ես իսկ կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները և այսպես մրցաշարային աղյուսակում պատկերը հետևյալն է այս պահին Վոտֆորդը 8 հանդիպումից հետո 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը Յուվեն ունի 7 անցկացած հանդիպում ու 21 միավորով երկրորդն է հաղթանակի դեպքում իհարկե նորից կշարունակի միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը Յուվենտուսը Լեռնային Արցախը ունի 19 միավոր և գտնվում է 7 հորիզոնականում 7 հանդիպումից հետո Սիթին էլ 16 միավորով եզրափակում է լավագույն քառյակը 6 անցկացած հանդիպումներից հետո Իսկ ահա Վերդերը այս պահին գտնվում է 6 անցկացած հանդիպումից հետո վաստակած 7 միավորով մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում ու հաղթանակի հասնելու դեպքում միանգամից կարող է Վերդերը այս պահի դրությամբ շրջանցել նույնիսկ 5-րդ տեղում գտնվող Ատալանտային ու բարձրանալ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական իհարկե Յուվենտուսը կրկնում եմ առայժմ Վինտեր Քափ մրցաշարում միակ թիմն է, որ բոլոր հանդիպումներում հաղթանակ է տոնել, չունի ոչ մի նույնիսկ ոչ ոքի արդյունք, բոլոր 7 անցկացած հանդիպումներից հետո տարել է նույնքան հաղթանակ Յուվենտուսը ներկայացնող ակումբ, իսկ ահա անպարտելի թիմերը այս պահին Վինտեր Քափում Վոտֆորդը, Յուվենտուսը, Մանչեսթեր Սիթին, Ատլետիկո Երևանը ու Լեռնային Արցախը թիմեր, որոնք առայժմ պարտություն չունեն կրած, իհարկե այս 5 թիմերից միայն Յուվենտուսն է, որ բոլոր հանդիպումներում տարել է հաղթանակ, մնացած 4 թիմերը մեկական ոչ ոքի ունեն անցկացած։ Ու արդեն տեսնենք այսօր նույնպես Յուվեն կշարունակի միասնյա գլխավորել մրցաշարային աղյուսակ ու 100% արդյունքով շարժվել առաջ, թե Վերդերը կարողանա կանգնեցնել մրցակցին, Էրզումյան հարված ու հիմա արդեն անկյունային հարված կարծես կտեսնենք Վերդերի կատարմամբ։ Պողոսյանն է տեղադրում գնդակը անկյունային իրականացնելու համար։ Բարձից փոխանցում ենք, տեսնում Մելքոնյան թողեց գնդակը Սուլեյմանին վտանգավոր է Սուլեյման, այստեղ շատ դանդաղեց, բայց ստացավ հարված ոտքին ու ստանդարտ հիմա իրացնի արդեն Վերդերը չափազանց վտանգավոր գոտում։ Էրզումյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչպիսի հարված կարողանա կատարել Խաչատուր Էրզումյանը։ Մելքոնյանը նույնպես չի հեռանում գնդակից, տեսնենք այս երկու ֆուտբոլիստերից ով կա հարվածի։ Կա մրցավարի Սուլիչը, Մելքոնյանը թողեց Էրզումյանին, Էրզումյանն էլ ցածից հարվածեց, բայց այստեղ դարպասապահ կարողացավ հեռացնել գնդակը, այն հայտնվեց դաշտի սահմաններից դուրս ու հիմա ես իսկ նետի Վերդերը, Էլոյանն է կատարում եզային նետումը Մելքոնյանի ուղղությամբ, ստանում գնդակը։ Մայիս Մելքոնյան, դեպի կենտրոն Պողոսյան, բայց այստեղ Էրզումյանի կատարած փոխանցումը չհասավ Ասիատիրոջը հեռացին Յուվեի ֆուտբոլիստները, Այվազյան չի ժամանակին էլ փոխանցումը, բայց այստեղ Էլոյանը հասցրեց հեռացնել գնդակը, եթե ոչ ապա Սերգեյ Ղազարյանը կշարժվեր առաջ, բայց Էլոյանը լավ գործեց այստեղ պաշտպանությունում, այսօր այո չի կարողանում իր թիմին օգնել Յուվենտուսի առաջատարներից մեկը Արտուր Աճեմյանը, ով իսկապես շատ կարևոր ու
Առաջատար ֆուտբոլիստը Յուվենտուսի կազմում, իհարկե առաջատար ֆուտբոլիստներից մեկն է, բայց այսօր Աչեմյանը ներկա չի այս հանդիպման ու արդեն խաղադաշտում չի գտնվում եւ պետք է Յուվենտուսը փորձի այս խնդիրը հաղթահարել առանց Աչեմյանի։ Ղազարյան մնաց գնդակով Ղազարյանը, հետ փոխանցում կատարեց Մակարյանի ուղղությամբ։ Զաքարյան դեպի Աչեզը, Մարտիրոսյանն է այստեղ։ Արեգ Մարտիրոսյանին ուղարկեց, ստացավ նրանից պատասխան փոխանցում ու հետո էլի Արդումյանը կանգնեց գնդակի ճանապարհին, անկյունային հարվածի մակ իրականացնի Յուվենտուսը։ Տեսնենք այս անկյունային ինչպես կարգեն Յուվեի ֆուտբոլիստները, Մարտիրոսյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում է հետևում Տուգանայինի Մատույստը, այստեղ Մակարյանի մոտ հարված կատարելը չստացվեց, բայց գնդակով հիմա նորից Մակարյանն է, հիմա ինչ է կատարում խառը, իրավիճակ է Վերդերի Տուգանային հրապարակում, բայց կարողացան դուրս գալ պաշտպանությունից ու արագ գրոհի էին փորձում նույնիսկ անցնել, բայց Տիգրան Խաչատրյանը դա թույլ չտվեց հեռացնելով գնդակը։ Ու արդեն գնդակը կլինի Վերդերինը։ Էլոյանը խաղարկում է Ադարյանի հետ գնդակը։ Ադարյան դեպի առաջ, բայց այստեղ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից պետք է նետի Յուվենտուսը։ Ղազարյան կար այստեղ խախտում, այո, Ղազարյանի դեմ պայքարում և ստանդարտ է վաստակում Յուվենտուսը։ Տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ կտա Յուվենտուսին, գնդակի մոտ է Մանվել Այվազյանը, կա մրցավարի Սուլիչը Այվազյան, հեռու է տարածությունը, բայց Այվազյան այնուամենայնիվ հարված է, չնայած Սուլեյմանը կանգնեց գնդակի ճանապարհին, Պողոսյանն էլ պահեց գնդակը դաշտի սահմաններում, եւ որ Պողոսյան կա փոխանցում դեպի Սուլեյման ու շարժվում է առաջ հիմա Վերդերը Ամիրյան դեպի ձախ, բայց Պողոսյանը այստեղ չհասցրեց կանգնեցնել գնդակի ընթացք ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից նետում է Յուվենտուսը, բավական բարձր է հանդիպման տեմպը, եզից նորից կնետի Յուվենտուս այս րոպեները իսկապես շատ հետաքրքիր են ասում խաղադաշտում։ Մարտիրոսյան կրունկով փոխանցում տեսանք, բայց Ամիրյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եւս մեկ եզային հետում իրականացնի Յուվեն։ Ղազարյան փորձեց այստեղ գլխի վրայով անցկացնել գնդակը Ադարյանի, բայց շատ հեռու թողեց գնդակը նրանից ու հասնել այս գնդակին պարզապես չէր կարող, հիմա դարպասապը Հարությունյանն է ուժեղ փոխանցում կատարում Մայքս Մելքոնյանի ուղղությամբ, բայց Մակարյանը առաջինն էր, Ղազարյան այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, այո կար, սուլեց մրցավարը ու ստանդարտ է իրացնում Յուվեն արագորեն խաղարկում է գնդակը Ղազարյան Այվազյանի հետ, Մանվել Այվազյան եւ սա նույնպես խաղի կանոնների խախտում էր, այո ու տեսնենք արդեն այս ստանդարտ ինչ կտա Յուվենտուսին կրկին Այվազյանն է տեղադրում գնդակը այս Տուգանայինի իրականացնելու համար կա մրցավարի Սուլիչը Մանվել Այվազյան հիմա արդեն մոտ է տարածությունը Այվազյան հարված, բայց բարձր ստացրեց մի փոքր Այվազյանի կատարած հարվածը փորձեց հեռակա վերին անկյուն ուղարկել գնդակը, բայց ավելի բարձր կատարեց հարված Այվազյան ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից, Ադարյանն է խաղարկում գնդակը Սուլեյմանի հետ, նորից Ադարյան ու այստեղ Այվազյանն էր գնացել պրեսինգի և վաստակեց եզրային նետման հնարավորություն Վերդերը այս դրվագում, հենց Այվազյանից դուրս եկավ գնդակը, Մայիս Մելքոնյան լավ կասեցում էր, շտապեց Մելքոնյանը այստեղ, ինչու ինքն էլ չշարժվեց առաջ, ուներ բավական տարածություն իր առջև։ Խաչատրյան
Դեպի աջ փոխանցում Մարտիրոսյանն է այստեղ, բայց Սուլեյմանը հաջող պաշտպանվեց, գնդակն մնաց Վերդերի մոտ Պողոսյան։ Թողնում է գնդակը Ադարյանին։ Ու դեպի աջ փոխանցում Էլոյանը այստեղ տարավ գնդակի հետ, բայց արդեն Խաչատրյանը կարողացավ հեռացնել գնդակ ու եզից պետք է նետի Վերդերը։ Կատարված է եզրային նետում, Ադարյանի մոտ է գնդակը։ Դեպի ձախ Սուլեյման։ Շարժվում է առաջ Սուլեյմանը, գտավ կենտրոնում Էրզումյանին, Ամիլյան կրկին Էրզումյան, բայց այստեղ հայտնվեց միանգամից երկու մրցակցի շրջափակման մեջ Էրզումյանն ու կորցրեց գնդակը Պողոսյանն վերադարձեց այն Վերդերի համար, Սուլեյմանն է շարժվում առաջ ձախ եզրով, բարձից փոխանցում ու հիմա չհասավ գնդակը Էրզումյանին, Մելքոնյան վտանգավոր է, բայց Մելքոնյան, այստեղ էլ Մելքոնյանը կորցրեց գնդակը ու Յուվեն ուներ հնարավորություն ավագակը գրոյելու, բայց Ադարյանը կանգնեց նրանց ճանապարհին, Սուլեյման, հիմա էլ Սուլեյմանն է հեռու թողում գնդակը ու խախտում կանոնները Մակայանի դեմ պայքարում, բայց գնդակը մնաց Յուվենտուսի մոտ, այդ իսկ պատճառով սուլեց մրցավարը Նարեկ Մարտիրոսյան։ Փոխանցում առաջ ու Պողոսյան այստեղ կարողանում է հեռացնել գնդակը։ Ես իսկ նետի Յուվենտուսը։ Ուղարկեց առաջ գնդակը Մարտիրոսյանը, Ադարյանը այստեղ կարողացավ փոխանցում կատարել դարպասապայի ուղղությամբ ու խորքից նորից անցնում է գրոյի Վերդերը, Էլոյանն է աչեզում դեպի կենտրոն Ամիլյան, այստեղ ռիսկի դիմեց Վերդերը ու կորցրեց գնդակը, հանվել Այվազյան, վտանգավոր է Այվազյան, բայց հաստրին մի ամուր ուժերով խլել գնդակը Այվազյանից ու Էլոյանը զարգացնում է արագություն աչեզրով, բարձից փոխանցում շտապեց կարծում եմ հիմա Էլոյանը կարող է նորից առաջ շարժվել, բայց որոշեց միանգամից հարվածային դուրս բերել խաղընկերոջը Էրզումյանին ու փոխանցում կատարեց նրա ուղղությամբ, բայց ուժեղ ստացվեց փոխանցումը Մակարյանը, այդ փոխանցում դեպի Մակարյանը, Սերգեյ Ղազարյան ու այստեղ Էլոյանն է կարողանում սահանքման գնով դիրել գնդակին, հիմա նորից գնդակը Էլոյանի մոտ է, դեպի ձախ ուղարկեց գնդակը Պողոսյան Ադարյան Կրկին Պողոսյան թողեց գնդակը Սուլեյմանին Պողոսյանը Ամիլյան Ամիլյան լավն էր փոխանցումը, բայց գնդակին հասնել չէր կարող Էրզումյանը ու գնդակը բաժին հասավ Յուվենտուսի դարպասապային Մանվել Այվազյան մնաց գնդակով Այվազյանը, հիմա դեպի աչը ուղարկում այն Մարտիրոսյան կրկին Զաքարյանի հետ խաղարկեց գնդակը ու Զաքարյանը գրոհ տեղափոխում է ձախ եզր Մակարյանն է այստեղ հերու թողեց մի փոքր գնդակը Ամիլյանը հաջող խլում կարողացավ կատարել ու հետո էլ կար խաղի կանոնների խախտում արդեն Ամիլյանի դեմ պայքարում եւ ստանդարտ իրականացնի Վերդերը Արագորեն խաղարկեցին Վերդերի ֆուտբոլիստները գնդակը Ամիլյան Մելքոնյանին է հասցեագրում գնդակը Ադարյանին ուղարկեց Մելքոնյանն էլի երթին Լավն էր Ադարյանի փոխանցումը, բայց Պողոսյանը չհասավ այս գնդակին ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Յուվեն Մարտիրոսյան այդպես էլ արեց Տիգրան Խաչատրյան կրկին Մարտիրոսյանի հետ է խաղարկում գնդակը Զաքարյանն է գնդակով դեպի ձախ Մակարյան Բայց այստեղ եզրային նետման հնարավորություն վաստակեց Վերդերը, հետո էլ ուժեղ էր Էլոյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Խաչատրյան դեպի աջ Մարտիրոսյանն է այստեղ
Զաքարյանին ուղարկեց գնդակը Ադարյանը հաջող խլում կարողացավ հիմա կատարել ու թողեց գնդակը Պողոսյանին դեպի Էրզումյանը փոխանցում են տեսնում Էրզումյան Մելքոնյան մեկը փումով պետք է եզրափակել բայց այստեղ նախ լավ գործեց Յուվենտուսի դարպասապա հետո էլ դիպավ գնդակը Մելքոնյանին ու դուրս եկավ դաշտի սահմաններից առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար մեզ մոտ որից հետո կշարունակենք Սելի ֆուտբոլասերները մենք վերադառնում ենք Վերդերն դեմ Յուվենտուսի հանդիպան երկրորդ կեսը միասին դիտելու առաջի խաղակեսից հետո հանդիպան հաշիվը 1-1 է նախ Մանվել Այվազյանը կարողացավ բացել հանդիպան հաշիվը Յուվենտուսի կազմում հետո էլ արդեն Մելքոնյանը խփեց պատասխան գնդակ ու հանդիպան հաշիվը հավասարեցեց հիմա լավն էր Մելքոնյանի փոխանցում այս գրոյից հետո խոսենք այդ մասին Էլոյան փոխանցում բայց հասցրեցին այստեղ Յուվենտուսի պաշտպանները վերադասավորվել ու խլել գնդակը Սերգեյ Ղազարյանն էլ առաջ է շարժվում թողեց գնդակը Մանվել Այվազյանին Դեպի կենտրոն Մարտիրոսյան գուցե փորձի հերվից այդպես էլ արեց Մարտիրոսյանը, բայց շեղությամբ ստացվեց նրա կատարած հարվածը։ Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններից, սկսենք Յուվենտուսից Ռոբերտ Արաքելյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտուր Զաքարյանը համար 4, Արամ Մակարյանը համար 5, Նարեկ Մարտիրոսյան համար 6, Մանվել Այվազյան համար 9, Արտուր Աճեմյան համար 10, Սերգեյ Եսայան համար 11, Տիգրան Խաչատյան համար 21, Սերգեյ Ղազարյան համար 55 եւ Նարեկ Մարտիրոսյան համար 88։ Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է Վերդերի դարպասը համար 1, Վոլոդյան Մարկարյան համար 5, Գերիկ Էլոյան համար 7, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11, Սուլեյման Անիմասաուն համար 18, Հակոբ Ամիրյան համար 17, Գևոր Պողոսյան համար 20, Զորաբ Ադարյան համար 23, Խաչատուր Էրզումյան համար 14 եւ Հրաչյա Յարդումյան համար 26։ Թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը, հիմա Մելքոնյանը խաղի կանոնների խախտում էր պահանջում, բայց մոտ էր կանգնած մրցավարը ու չնշանակեց այն հարվածել տեսանք երդվից Վերդերի դարպասի ուղղությամբ, բայց Հարությունյանը վերցրեց գնդակը, հիմա տեսնենք ինչ է պատահել Մայիս Մելքոնյանին Ամեն ինչ կարգին է Մելքոնյանի հետ ու վերջկսվում է հանդիպումը Ադարյանն է գնդակով ուղարկում է այն դեպի ձախ Սուլեյման այո երկու թիմերն էլ բնականաբար կշտապեն արդեն գոլի հետևից քանի որ կրկնում եմ հիմա Մելքոնյանն է արագություն զարգացնում այստեղ քիչ էր մնում Եսայանը դառնալի ինքնագոլի հեղինակ բայց գնդակը մի փոքր շեղությամբ ընթացավ ու հրաշքով չհայտվեց դարպասում թե հենց Մելքոնյանն էլ արված կատարեց ճիշտ ասած Ֆիքսեցի այս դրվագը, կարծես այո Մելքոնյանը հասել էր գնդակին ու հարված էր կատարել, հենց այդպես էլ նշանակեց մրցավարը հարված Յուվենտուսի դարպասից ես ներողություն եմ խնդրում տպավորությունը այնպեսին էր որ սա անկման ժամանակ կարողացավ Եսայանն հեռացնել գնդակը, բայց ոչ այնուամենայնիվ Մելքոնյանն է հարվածել դարպասի ուղղությամբ Էրզումյան այստեղ այդ փոխանցումը չանցավ ու գնդակը բաժին ասավ Ղազարյանին Այվազյանն էլ փորձեց անցում կատարել, բայց Ադարյանը կարողացավ հեռացնել գնդակը եզից կնետի հենց Այվազյանը Զաքարյանին է ուղարկում գնդակով շարժվում է առաջ Զախեզրով Զաքարյան մտավ Տուգանայինի մատուստեր կատարեց փոխանցում Մարտիրոսյան ինչ այստեղ երկու դեպքում էլ արդյոք բակուր էին գործել Վերդերի ֆուտբոլիստները կարծում եմ մրցավարը դիտելու է դրվագների կրկնապատկերը բայց հիմա խաղի կանոնների խախտում է նշանակել մրցավարը Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու մնացի որոշմանը 11 մետրանոց հարված նշանակված չէ հիմա ստանդարտ ընդամենակ իրացնեն Յուվենտուսի ֆուտբոլիստները ու տեսնենք այս ստանդարտը գուցե օգնության գա Յուվենտուսին այո չէր եղել խաղի կանոնների խախտում Տուգանային հրապարակի մատույցներում Բայց տեսնենք այս ստանդարտը ինչ կտա Յուվենտուսին Սերգեյ Ղազարյանն է գնդակի մոտ նա կարողանում է նմանատիպ տարածություններից լավ հարվածներ կատարել Կա մրցավարի սուլիչը Ղազարյան խաղարկում էր այս անգամ Այվազյանի հետ Այվազյան արված ու Սուլեյմանն է հեռացնում գնդակ Էլոյանն էլ որքան հնարավոր է հեռու ուղարկեց այն երկրորդ հարկում շահեց պայքարը Ղազարյանը Այվազյանին ուղարկելով գնդակը բայց նորից փակվեց Այվազյանի փոխանցման ճանապարհը հետո էլ հենց Այվազյանը խախտեց խաղի կանոնները
Ադարյանն է հիմա գնդակի մոտ փոխանցում առաջ այստեղ Զաքարյանը փորձը չեղել գնդակի ուղղությունը, բայց այնքան էլ հաջող չէ, չնայած գնդակը մնաց Յուվեի մոտ, Ղազարյանը անցումը կա ու Ադարյանը խախտում է հիմա խաղի կանոնները ու կստանա դեղին քարտ։ Հիմա ստանդարտ Կիրաստի կրկին Յուվենտուսը կրկին Սերգեյ Ղազարյանն է գնդակի մոտ կա մրցավարի սուլիչը Ղազարյան այս անգամ ուղարկեց գնդակը առաջ բայց հասցրին նորից հեռացնել Վերդերի պաշտպանները ու եզրից կնետի Յուվեն Եսայան ուղարկում է գնդակը առաջ Մարտիրոսյանին բաժին հասավ այն հետ փոխանցում դեպի Զաքարյանը Մարտիրոսյան լավ թողեց կրունկով այստեղ գնդակը Զաքարյանին հարված ու 2-1 Յուվեն առաջ է հասնում հաշվի մեջ Արտուր Զաքարյանը 2-1 իսկապես հարվածը շատ լավ ստացվեց ու ոչ ոք ոչինչ չկարողացավ անել այս դրվագում Վերդերի ֆուտբոլիստերից 2-1 Յուվեն նորից առաջ է հասնում հաշվի մեջ ու արդեն տեսնենք այս ամենին ինչով կփորձի պատասխանել Վերդերի հիմա կար խաղի կանոնների խախտում Մելքոնյանի նկատմամբ Իսկապես խաղարկումը գեղեցիկ արեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները կրունկով Մարտիրոսյանի փոխանցումը շատ գեղեցիկ ստացվեց ու Զաքարյանը հարմարացնելով գնդակը ձախ ոտքին կարողացավ դիպուկ գտնվել հիմա խաղարկեց գնդակը Վերդերը բայց արագորեն կորցրին ու գնդակը բաժին ասավ Սերգեյ Ղազարյանին հետո ոչինչ անել չստացվեց հիմա էլ Եսայանն է ուղարկում այն առաջ Սուլեյման փակեց գնդակի ճանապարհը Յարդումյանն էլ որքան հնարավոր է առաջ է ուղարկում գնդակ ու այստեղ կարողանում են Մարտիրոսյանը հեռացնել գնդակը Տուգանային հրապարակի մատույցներից հարված կլինի Վերդերի դարպասից Սուլեյման դեպի աջ Էլոյանն է ընդունում գնդակը բայց Եսայան այստեղ փակեց Էլոյանի առաջխաղացման ճանապարհը հետո էլ գնդակը հասավ Սուլեյմանին հետ փոխանցում ու արդեն պրեսինգի շտորի Յուվեն վաստակում է անկյունային հարվածի հնարավորություն չհասավ այստեղ Սուլեյմանի փոխանցումից հետո գնդակին դարպասապահ Էդվարդ Հարությունյանը ու հիմա անկյունայինը խաղարկում է Յուվենտուսը շատ արագ կերպով ու կարող է Մարտիրոսյանը եթե լավ հարված կատարել կրկնապատկեր հիմա Յուվենտուսի առավելությունը կորցնին հիմա էլ Վերդերի ֆուտբոլիստները գնդակը բայց Ադարյանը ուղեցի սխալը ու շարժվում է առաջ Էրզումյան թողեց գնդակը Մելքոնյանին Մելքոնյան այստեղ կար խախտում այո կար խախտում Մելքոնյանի դեմ պայքարում Մարտիրոսյանի կողմից ու հիմա ստանդարտ Կիրասի Վերդերը վտանգավոր գոտում Մելքոնյանն է տեղադրում գնդակը տեսնենք կարողանա այս տարածությունից արվածել դիպուկ Մելքոնյանը թե ոչ կա մրցավարի սուլիչը Մայքս Մելքոնյան Մելքոնյան հարված բայց պատի վրա է ընդունում Մելքոնյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եզից կնետի Յուվեն երգություն Վերդերը Սուլեյման Էլոյանին ուղարկեց գնդակը ստացավ նրանից պատասխան փոխանցումը թողեց Մայքս Մելքոնյանին գնդակը հետո նորից Մելքոնյանն էլ թողնում է գնդակը Սուլեյմանինով գնդակ ուղարկում է առաջ բայց այստեղ կարողացավ Խաչատրյանը հեռացնել գնդակ ու եզից պետք է նետի Վերդերը Մայքս Մելքոնյան Էրզումյան Յարդումյանն է ստացել գնդակը ուղարկեց այն դեպի
Սուլեյմանի ուղղությամբ, բայց կարողացան խլել Յուվեի ֆուտբոլիստները գնդակը։ Այվազյանի մոտ է հիմա էլ գնդակը հայտնվել, Այվազյան Սուլեյմանը համար պայքարում կարողանում է փակել Այվազյանի փոխանցման ճանապարհը, բայց ասում է գրոյ Յուվենտուսը Մարտիրոսյան, բայց գնդակը Մարտիրոսյանը տեսնենք ինչ որոշում կկայացնի հիմա, ուղարկում է դեպի կենտրոն Մանվել Այվազյան, Մարտիրոսյան ինչու կանգնեց գնդակի ճանապարհին Մարտիրոսյանը ու թույլ չտվեց գնդակը Այվազյանի փոխանցումից հետո բաժին հասնի Զաքարյանին եւ կարողանում են այստեղ Վերդերի ֆուտբոլիստները հեռացնել գնդակը Եզից կնետի Յուվենտուսը բավական բարձր է հանդիպման տեպը իսկապես քիչ խաղաժամանակ է մնում արդեն հանդիպման ավարտին 10 րոպե ու պետք է փորձի այս ամենից օգտվել առաջինը Վերդերը հաշվի հավասարությունը վերականգնելու համար բնականաբար Յուվեն էլ կփորձի խփել Եվս պետք գնդակ կրկնապատկելով իր առավելությունը ու ավելի վստահ զգալով իրեն խաղադաշտում Եսայանն է գնդակով Փոխանցում դեպի Զաքարյանը, բայց ուժեղ նախ ստացվեց Եսայանի կատարած փոխանցումը, հետո էլ Զաքարյանը լավ չկասեցեց գնդակը եւ այն դուրս եկավ դաշտի սահմաններից Սուլեյման Տեսնենք ինչ է պատել Եսայանին Այնուամենայնիվ փոխարինվեց Եսայանը հիմա կարծես հարված ստացավ ոտքին ու Մակայանն է վերադառնում խաղադաշտ Եսայանի փոխարեն Հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը դարպասապահ Հարությունյանը գնդակը ուղարկում է Սուլեյմանին Բայց անաստե ստացվեց Սուլեյմանի կատարած փոխանցումը ու գնդակը բաժին ասավ Զաքարյանին պրեսինգ է գնացել Վերդերը տեսնենք Զաքարյան կարողանա այնուամենայնիվ հեռացնել, այստեղ հեռացեց, բայց գնդակը հայտնվեց Ամիրյանի մոտ ու հիմա տեսնենք ինչ է պատահել այստեղ Էրզումյանի կատարած արվածը բավական ուժկու ստացվեց, բայց գնդակը դիպավ հիմա Խաչատրյանի դեմքին Իհարկե բավական մոտ էր տարածությունը ու չհասցրեց Խաչատրյանը հեռու գնալ Հիմա Խաչատրյանին օգնություն են ցուցաբերում դաշտի սահմաններից դուրս հանդիպումը վերսկսվում է հուսանք ամեն ինչ կարգին կլինի Խաչատրյանի հետ ունակ վերադառնա խաղադաշտ հիմա անմիջապես սպառնած մրցակցի դարպասի ուղղությամբ Վերդերը բայց չհայտնվեց գնդակը դարպասում Ադարյան այստեղ մաքուր խլում կարողացան կատարել Ադարյանից ու շարժվում է առաջ Յուվենտուսը Մանվել Այվազյան թողեց գնդակը Մարտիրոսյանին 4-ը 2-ի դիմաց բայց ինչու այսպեսի փոխանցում հետևեց հիմա էլ Խուճապեր Վերդերի տուգանային հրապարակում բայց կարողացավ Էլոյանը հեռացնել գնդակը Եզից պետք է նետի Յուվենտուսը Բայց հիմա մրցավարը գալիս է կրկնապատկերը դիտելու նախորդ դրվագի ու հասկանալու համար կար խաղի կանոնների խախտում թե ոչ Դիտեց մրցավարը դրվագի կրկնապատկերը ու չկար խաղի կանոնների խախտում Յուվենտուսի տուգանային հրապարակում Եվ արդեն Եզից պետք է նետի Յուվենտուսը այո հանդիպման հաշիվը առայժմ 2-1 է օգուտ Յուվենտուսի ֆուտբոլիստերի վերադարձավ խաղադաշտ Տիգրան Խաչատրյանը Յուվենտուսի կազմում նրա հետ ամեն ինչ կարգին է ու հիմա արդեն տեսնենք այս հանդիպան վերջնամասում ինչ կփորձեն անել թիմերը 5 րոպե է մնացել հանդիպան ավարտին կատարվեց ու եզրային նետումը Մարտիրոսյանն էլ փորձեց այստեղ շքեղ հարվածով աչքի ընկնել բայց հարվածը չստացվեց Սուլեյման
Ամիրյան, Հայց Մելքոնյան, կրկին Սուլեյմանին ուղարկեց գնդակը, քիչ էր մնում հիմա կորցնեին գնդակը պաշտպանությունը Վերդերի ֆուտբոլիստները ու հիմա արդեն անցնում են գրոյի արդեն աջ եզրով Էլոյանը զարգացնում է արագություն Էլոյան բայց Ղազարյանը կարողացավ հեռացնել այստեղ գնդակը եզրից կնետի Վերդերը Էլոյանն էլ կատարում է եզրային նետումը Հայց Մելքոնյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակ այստեղ էլ Խաչատրյանը կարողացավ հեռացնել գնդակը ու անկյունային կիրականացնի հիմա Վերդերը Ամիրյան, փոխանցումը կա ու Մարտիրոսյանը նորից հեռացնում է գնդակը, հիմա էլ եզրային նետման հնարավորություն է վաստակում Վերդերը Յարդումյան, Մայիս Մելքոնյան, պետք է գնալ ողջ կազմով առաջ Մելքոնյանը հերմից փորձեց հարվածել, բայց բարձր ստացվեց Մելքոնյանի կատարած հարվածը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Կա մրցավարի Սուլիչը դարպասապահ գնդակ ուղարկում է Մակարյանի ուղղությամբ բայց գնդակը Մակարյանի դաշտի սահմաններում նույնիսկ կարողացավ փոխանցում կատարել դեպի Զաքարյանը Զաքարյան լավ էր մտածել ու վաստակեց այստեղ Տուգանային հարվածի հնարավորություն Զաքարյանը կար խաղի կանոնների խախտում ու ստանդարտ հիմա իրականացնի արդեն Յուվեն չափազանց վտանգավոր գոտում Մանվել Այվազյանն է կրկին գնդակի մոտ, եթե հիմա դիպուկ գտնվի Այվազյանն ու կարողանա խոցել Վերդերի դարպասը կարող են արձանագրել Յուվենտուսի հաղթանակը, բայց դա պետք է նախ իրացնել Այվազյան ուշեղությամբ է հիմա ստացում Այվազյանի կրակոցը Կա մրցավարի Սուլիչը պետք է վերսկսվի հանդիպումը Սուլեյմանն է գնդակի մոտ Յարդումյանին է ուղարկում գնդակը Էլոյան տեսնենք այս գրոյիշ կտա Վերդերին Էլոյան փոխանցում Զաքարյանը կարողացավ Յուվենտուսի կազմում հեռացնել գնդակը ու արդեն եզրից պետք է նետի Յուվենտուս ոչ Վերդերը Զորա Բադանյան թողեց գնդակը Յարդումյանին կրոջ դեպի Տուգանային հրապարակ Մելքոնյանն էլ հարվածեց այստեղ, բայց շեղությամբ ստացվեց Մելքոնյանի կատարած հարվածը ու հարված կլինի Առաքելյանի պաշտպանած դարպասից Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ գնդակը բաժին է ասում Վերդերի դարպասապային ով այն նետում է Սուլեյմանի ուղղությամբ նետվում է առաջ ողջ կազմով հիմա պետք է նետվի առաջ իսկապես Վերդերը հույս ունենալով որ կարող է խփել պատասխան գնդակը բայց առայժմ բոլոր ճանապարհները դեպի Յուվենտուսի դարպասը տանող փակ են Մանվել Այվազյան հերու թողեց գնդակը Այվազյանը Ամիրյանը խլեց գուցե հիմա որևէ բան ստացվի Վերդերի մոտ Ամիրյան դեպի աջ Յարդումյանն է այստեղ հասնում գնդակին Բայց կարողացավ այստեղ սահանքման գնով Այվազյանը հեռացնել գնդակում մաքուր սահանքում կարողացավ կատարել Մանվել Այվազյանը Մելքոնյանն է կատարում եզրային նետումը Էլոյան հերու թողեց Էլոյանը Այվազյանն էլ հեռացեց ու դա ստացվեց փոխանցում Մարտիրոսյանի համար Մանվել Այվազյանի հիմա եթե գրավի դարպասը կհաղթի Յուվեն անկասկած բայց Հարությունյանը այստեղ դուրս եկավ իր դիրքից ու փակեց գնդակի ճանապարհը եւ հիմա արդեն ստանում է Երկրորդ դեղին քարտը խաղադաշտում ու հեռացում խաղադաշտից կարմիր քարտով Վերդեր այս ծանր պահին մնում է մեկ ֆուտբոլիստ պակաս խաղադաշտում Ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչի կփորձի վերածել Յուվենտուսը կրկին Այվազյանն է գնդակի մոտ
Իսկապես եթե չդիպչեր գնդակին Հարությունյանը Մանվել Այվազյան այնպեսի հարված էր կատարել, որ գնդակը անկասկած հայտնվելու էր դարպասում, բայց դարպասապա վերջին հույսի խախտում կատարեց ու հեռացվեց խաղադաշտից, հիմա արդեն Ամիրյանն է տեղ զբաղեցնում Վերդերի դարպասում։ Հիմա արդեն ֆուտբոլիստերին նյարդերը տեղի են տալիս, իսկապես վերջին րոպեներն են ընթանում խաղադաշտում, պատ է հիմա կասում մրցավարը ու տեսնենք այս անգամ ինչպես կստացվի Յուվենտուսի ստանդարտը Մանվել Այվազյանն է կրկին գնդակի մոտ։ Ու հիմա մրցավարը դեղին կարտեր է ցույց տալիս Սուլեյմանին ու կարծես Մարտիրոսյանին Յուվենտուսի կազմում, այո, ու տեսնենք արդեն այս ստանդարտը ինչ կտա Յուվենտուսին կա մրցավարի սուլիչը Մանվել Այվազյանն է մոտենում գնդակին հարվածում ու այստեղ կարողացան հեռացնել Վերդերի պաշտպանները գնդակը, բայց հետո էլ Մակայանը վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն Յուվենտուսի համար։ Կա փոխանցումը Սուլեյմանն է հեռացնում գնդակը, այն հայտնվեց Էրզումյանի մոտ։ Սուլեյման Էլոյան, շարժվում է առաջ Էլոյանը, հիմա պետք է շտապի Վերդերը, Ադարյան ճիշտ է բարդ է մեկ խաղացող պակաս լինել Յուվենտուսի դեմ ու փորձել վերականգնել հաշվի հավասարությունը, բայց այլ տարբերակ կարծում եմ չունի մտածելու այստեղ Վերդերը, մաքուր ցանկում կատարեց հիմա Զորաբ Ադարյանը, Սուլեյմանն է շարժվում առաջ։ Ու այստեղ կար արդեն խաղի կանոնների խախտում։ Ու Մակայանն էլ հիմա հեռացվում է խաղադաշտից Յուվենտուսի կազմում, թիմերը մեկ ֆուտբոլիստով պակաս են մնում, երկու թիմերն էլ խաղադաշտում։ Կամրցավարի սուլիչի հիմա արդեն Մակայանն էլ հեռացվեց խաղադաշտից ու թիմերը մեկական ֆուտբոլիստ պակաս են խաղադաշտում։ Ադարյան փոխանցում դեպի Տուգանային հրապարակում չստացվեց հիմա Յարդումյանի մոտ շեղել գնդակի ուղղությունը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Սկսում է Յուվենի դերթական գրոհը, բայց այստեղ ուժեղ ստացվեց Մարտիրոսյանի կատարած փոխանցումը, հիմա Նարեկ Մարտիրոսյանի մոտ է հայտնվել գնդակը, ռիսկի դիմեց Մարտիրոսյանը, բայց կարողացավ հեռացնել գնդակը Ամիրյան, թողեց գնդակը որպեսզի դուրս գա դաշտի սահմաններից ու կսկսի արդեն խորքից Վերդերը։ Ադարյանն է շարժվում առաջ, Մայիս Մելքոնյան, կրկին Ադարյան, գրոհի անցել Վերդերը ձախ եզրով Մելքոնյան, պայեց գնդակը դաշտի սահմաններում, դուրս չի եկել գնդակը, այո Ադարյանի մոտ է հիմա էլ գնդակը հայտնվել, Զորաբ Ադարյան,
Հերո թողեց Ադարյանը իրենից գնդակը, հետո էլ կորցրեց ու Մարտիրոսյանը շարժվում է առաջ, Մանվել Այվազյան մեկ հպումով պետք էր ավարտել այս գրոհը, բայց դա չարեց Այվազյանը, Մարտիրոսյան փոխանցում ու հիմա Համիդյանը վերցնում է գնդակը, կարծում եմ վերջին գրոհը նույնիսկ սա կարող է լինել Վերդերի ցանկացած գրոհ, կարող է արդեն Գրոյից հետո ավարտվել հանդիպումը, Էրզրումյան, բայց այստեղ Խաչատյանը հաջող խնդում կարողացավ կատարելու, շարժվում է առաջ հեռու ուղարկեց գնդակը, բայց Այվազյանը պահեց գնդակի իր մոտ, հետո կորցրեց Պողոսյան, կա փոխանցում դեպի Էրզրումյանը, կրկին Պողոսյան, ցածից փոխանցում Մայիս Մելքոնյանի ուղղությամբ, Մելքոնյան վտանգավոր է, բայց շատ հեռու տարավ Մելքոնյանը գնդակ ու կորցրեց հարված կատարելու հնարավորությունը, հետո էլ գնդակը հենց Մելքոնյանից դուրս եկավ դաշտի սահմաններից։ Եզրային նետում այստեղ կատարեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ վերջ հանդիպումը հենց այստեղ էլ ավարտվում է Յուվեն հաղթեց 2-1 հաշվով ու վաստակեցի հերթական 3 միավորը բարի գիշեր ու ամենայն բարիք